Եթե որևէ տեղեկատվություն ձեզ համար հասկանալի չէ, փորձեք այն ճշտել հարցադրումների միջոցով, զանգերի միջոցով, անձնական նամակ գրելու միջոցով, բայց որևէ մի բան թող անհայտ չմնա ձեր մեջ։ Խոսքը հենց կապված է իմ գործունեության հետ, որը կոչվում է թվային հոգեբանություն, եւ այն առնչվում է մարդու ծննդյան օր ամիս տարեթվի վերլուծությանը։ Ու եթե դուք ինձ ուղարկում եք ծննդյան օր եւ ամիս, եւ ես ձեզ ուղարկում եմ տեղեկատվություն, որը ամփոփ դիագնոստիկ վերլուծության է ենթարկում ձեր ծննդյան օրը եւ ամիսը, եթե ձեզ համար որևէ բան անհասկանալի է, կարելի է դրա մասին հարցնել։ Սա առաջին կետը։ Եվ երկրորդ, այն տեղեկատվությունը, որ դուք ստանում եք հենց այնպես, մի կարծեք, որ դա շատ չնչին տեղեկատվություն է, եւ այն, ինչ դուք ստանում եք անվճար հիմունքներով, պետք է արհամարհել այս տեղեկատվության վրա կատարված աշխատանքը։ Կարողացեք շնորհակալություն հայտնել այն ժամանակի համար, որ դիմացինը կարողացել է տրամադրել ձեզ։ Եվ վերջապես երրորդ հարցին եմ ուզում անդրադառնալ։ Թվային հոգեբանությունը կապ չունի որևէ գուշակության հետ։ Սրանք հստակ թվեր են, որոնց վերլուծության միջոցով անհրաժեշտ է, որպեսզի մարդը անցնի 5 հիմնական ծրագրեր։ Ծննդյան օրվա, որը պատասխանատու է մեր անհատականության, մեր նպատակների ու ցանկությունների իրականացման համար, այստեղ ապրում է նաև մեր ներքին երեխան։ Երկրորդ ծրագիրը ծննդյան ամսվա ծրագիրն է, որը պատասխանատու է հոգևոր ծրագրի համար կամ տոհմում ունեցած հարաբերությունների։ Երրորդ ծրագիրը ծննդյան տարեթիվն է, որը միաժամանակ պատասխանատու է 3 կարևորագույն ծրագրերի համար։ Այն է գումարի մասնագիտական կողմնորոշման համար, հարաբերությունների եւ առողջության։ Սրանք են այն հիմնական ծրագրերը, որ անհրաժեշտ է մարդը անցնի իր ողջ կյանքի ընթացքում։ Ծրագրեր, որոնք վերլուծության ենթարկվում են կյանքում մեկ անգամ, սակայն ենթակա են անցնելու ողջ կյանքի ընթացքում։ Ծրագրեր, որոնք ունեն խիստ ակտիվացման ժամանակահատված, ու եթե մենք այն չենք անցնում ժամանակին, բնականաբար գումարվում է հաջորդ փուլում բացվող ծրագրերին։ Հորդորս ինչ է, եթե ձեզ որևէ տեղեկատվություն է գալիս, նախ եւ առաջ լսեք, թե ինչի մասին է տեղեկատվությունը, ինչ կարող է այն ձեզ տալ, եւ դրանից հետո հետ արձագանքեք։